Երուսաղեմի ժառանգավորած վարժարան եւ ընծայարանը սկսել է դիմումների ընդունումը 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար։ Վարժարանը կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն է, որը գործում է Պատրիարքարանի տնօրինության ներքո։ Վարժարանում եւ ընծայարանում ուսուցանվում են հայագիտական, հասարակագիտական եւ աստվածաբանական առարկաներ։ Կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, որոնք ունեն միջին, ավագ կամ ավելի բարձր կրթություն։ Ընդունվելու համար գրավոր քննություններ են հանձնելու հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաներից, հարցազրույցի միջոցով ստուգվում են նաեւ երաժշտական եւ քրիստոնեական գիտելիքները։ Ժառանգավորած վարժարանը հիմնադրվել է 1843 թվականին Զաքարիա Պատրիարքի օրոք Ռամլե քաղաքում։ 2 տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ։ 1975 թվականին դադարել է որպես վարժարան գործելուց եւ վերածվել թանգարանի։ Նույն թվականին ժառանգավորացի համար կառուցվել է նոր շենք։ Կրթօջախն ունի 2 բաժին՝ վարժարան եւ ընծայարան։ Վարժարանում սովորում են հիմնականում 14 տարեկանը լրացած սաներ, ուսման տևողությունը 4 տարի է։ Ընծայարանում կրթությունը 3 տարի է, այստեղ ուսանողները ստանում են սարկավագի կամ ուրարակրի եկեղեցական առաջին աստիճանները։ Դասախոսական կազմում շուրջ 20 հոգևորականներ ու աշխարհականներ են հրավիրված Հայաստանից եւ այլ երկրներից։ Վարժարանում սովորում են տասնյակ ուսանողներ Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Արևելյան Եվրոպայից։ 2026-27 ուսումնական տարվա ընդունելության համար դիմումները ընդունվում են հունիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը։ Փաստաթղթերը ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն, դիմել ամեն օր բացի կիրակից նշված ժամերին։ Դիմորդից պահանջվում է ներկայացնել դիմում, կրթության վկայական, Հայ առաքելական եկեղեցու մկրտության վկայական, ինքնակենսագրություն, բնութագրեր եկեղեցու հոգևոր հովի եւ դպրոցի տնօրենի կողմից, զինվորական կցագրման վկայական, անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, 4 լուսանկար, տեղեկան առողջության վերաբերյալ։ Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական եւ ուսման ծախսերը հոգում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։